Ողջունում եմ ձեզ հայկական խոհանոց ալիքում և առաջարկում եմ միասին պատրաստենք չեբուրեկի, որի միջուկը ստացվում է անչափ հյութալի, իսկ խմորը խրթխրթան։ Ընդամենը կես կիլոգրամ ալյուրով և կես կիլոգրամ տավարի մսով ստանում ենք 12 չեբուրեկի։ Ըստ ձեր ցանկության կարող եք բաղադրիչների քանակը կրկնապատկել կամ կիսել։ Որպեսզի ստանանք այսպիսի համեղ և հյութալի չեբուրեկի, նախ պետք է խմորը ճիշտ պատրաստենք։ Խմորը մենք միասին կպատրաստենք առանց ձվի, կաթի և օղու, ամենադասական տարբերակով։ Պետք է ստանանք էլաստիկ ենթարկվող խմոր, որի հետ աշխատելը շատ հեշտ է և որը տապակվելու ընթացքում չի բացվում։ Դե ինչ, սկզբից պատրաստենք խմորը։ Տարայի մեջ մաղում ենք 500 գրամ ալյուր, որպեսզի այն հագեցնենք թթվածնով։ Ավելացնում ենք 1 թեյի գդալ շաքարավազ, 1 թեյի գդալ աղ, 3 ճաշի գդալ ձեթ և 230 մգ ջուր։ Ջուրը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի։ Հարգելիներս, բաղադրատոմսում օգտագործվող բոլոր բաղադրիչների հստակ չափաբաժինը կգտնեք նկարագրությունների բաժնում։ Խմոր գդալի օգնությամբ մի փոքր հավաքում ենք, այնուհետև տեղափոխում ենք աշխատանքային սեղանի վրա և հունցում ենք 8-ից 10 րոպե։ Որպեսզի խմորը ստացվի էլաստիկ և այն հնարավոր լինի գրշնակել առանց ալյուր ավելացնելու, պետք է խմորը հունցենք 8-ից 10 րոպե, դա պարտադիր պայման է։ Չնայած, որ խմորի մեջ օգտագործում ենք ամենաանհրաժեշտ և հասանելի բաղադրիչները խմոր պատրաստելու համար, ստացվում է իդեալական խմոր չեբուրեկի պատրաստելու համար։ 10 րոպե հունցելուց հետո ստանում ենք այսպիսի էլաստիկ, ձեռքերին չկպչող, ենթարկվող խմոր։ Խմորը երկար հունցելու դեպքում այն տապակելու ընթացքում չի բացվում, այնպես որ խմորը ջանասիրաբար հունցեք մոտ 10 րոպե։ Խմորը դնում ենք պոլիէթիլենային տոպրակի մեջ, որպեսզի այն հանգստանա և երեսը չչորանա, այդ ընթացքում կպատրաստենք ֆարշը։ Միջուկի համար վերցնում ենք 500 գրամ յուղոտ տավարի միս, վրան ավելացնում ենք քերիչի մանր անցքերով անցկացրած 1 մեծ գլուխ սոխ։ Սոխի հյութը ևս ավելացնում ենք, որպեսզի միջուկը հյութալի ստացվի։ Ավելացնում ենք 1 թեյի գդալ չորացրած ռեհան, կես թեյի գդալ կծու կարմիր պղպեղ, աղ ըստ ճաշակի և 1 թեյի գդալ կարմիր քաղցր պղպեղ և 150 մգ սառը ջուր։ Ավելացնում ենք նաև սև պղպեղ և բոլոր բաղադրիչները մի լավ խառնում ենք, որպեսզի ամբողջ ջուրը ներծծվի մսի մեջ։ Միջուկի մեջ ես թարմ կանաչիներ չեմ ավելացնում, իմ կարծիքով չոր կանաչիով ավելի համեղ է ստացվում։ Եթե ցանկանում եք, միջուկի մեջ կարող եք ավելացնել մանր կտրտած թարմ կանաչիներ։ Միսը հունցում ենք այնքան, մինչև սոխի հյութը և ջուրը ներծծվի մսի մեջ։ Միջուկի մեջ ջուրը ավելացնում ենք այն բանի համար, որպեսզի չեբուրեկիները տապակելուց հետո միջուկը չոր չստացվի։ Միջուկը արդեն պատրաստ է, իսկ խմորը հանգստացել է, մնում է ձևավորենք չեբուրեկիները։ Այս բաղադրատոմսով ստացվում է 12 չեբուրեկի, խմորը բաժանում ենք 12 հավասար մասերի և գնդում ենք։ Հարգելիներս, եթե առաջին անգամ եք միացել հայկական խոհանոց ալիքին կամ հետևում եք իմ տեսանյութերին առանց բաժանորդագրվելու, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Չմոռանաք նաև հավանել տեսանյութը։ Խմորը կիսում ենք, երկարացնում ենք, այնուհետև բաժանում ենք 12 հավասար մասերի և գնդում ենք։ Այսպես ստացվում է 12 միջին չափի չեբուրեկի, գնդերը կարող եք ավելի մեծ կամ փոքր անել ըստ ձեր ցանկության։ Խմորի հետ աշխատելու ժամանակ պետք է այլուրջ օգտագործենք, որպեսզի չեբուրեկիների տապակելու ընթացքում ձեթը շուտ չայրվի։ Բացում ենք առաջին գունդը որքան հնարավոր է բարակ, 1-2 մմ հաստությամբ, ահա այսպես։
Խմորի եզրային հատվածներից մոտ 1 սմ հեռավորության վրա դնում ենք 1,5 ճաշի գթալ միջուկ։ Միսը համաչափ տարածում ենք, խմորի մյուս հատվածը առաջ ենք բերում և ամրացնում ենք։ Խմորի ծայրերը սեղմում ենք ցուցամատով, այնուհետև ամրացնում ենք պատառաքաղի օգնությամբ։ Այսպես ձևավորում ենք մնացած չեբուրեկիները։ Որպեսզի ձևավորված չեբուրեկիները միջուկի հյութից չփափկեն և տապակվելու ընթացքում դրանք չբացվեն, խորհուրդ եմ տալիս չեբուրեկիները ձևավորել չորսական։ Հարգելիներ, սա չեբուրեկի պատրաստելու ամենաիդեալական տարբերակն է։ Խմորի հետ աշխատելը շատ հեշտ է, ինչպես տեսնում եք, իսկ միջուկը ստացվում է անչափ հյութալի։ Թավայի մեջ առատ ձեթ ենք լցնում և թողնում ենք տաքանա։ Փայտիկի օգնությամբ ստուգում ենք, թե արդյոք ձեթը բավականաչափ տաքացել է։ Փայտիկը ձեթի մեջ ընկղմելուց հետո պետք է այսպիսի պղպջակներ առաջանան։ Երկուական տապակում ենք չեբուրեկիները, մի կողմից լավ տապակվելուց հետո շրջում ենք և տապակում ենք նաև մյուս կողմից։ Չեբուրեկիները դնում ենք խոհանոցային անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ ձեթը դուրս գա և մատուցում ենք։ Դե ինչ հարգելիներս, այսօր էլ այսքանը, պատրաստեք սիրով, եղեք առողջ և օրհնված, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։